Ողջունում եմ ձեզ։ Ես Յուլիանի արյունաբանական եւ ռուսկաբանական կենտրոնի բարվորակ արյունաբանության բաժնի ղեկավարն եմ։ Ես ուզում եմ այսօր ձեզ հետ զրուցեմ անեմիաների մասին։ Անեմիաները դա մի այնպիսի հիվանդություն է, որը բնորոշվում է հեմոգլոբինի էրիթրոցիտի իջեցումով եւ դրա արդյունքում զարգանում է ընդհանուր թուլություն, հեվոց, մաշկի եւ տեսանելի լորձաթաղանթների գունատություն։ Նման բողոքների զարգացման արդյունքում պետք է ենթադրել, որ հիվանդը ունի անեմիան։ Ես խնդրում եմ ձեզ, եթե դուք ունեք նման բողոքներ, ապա դուք կարիք ունեք ընդհանուր իհարկե հետազոտման, բայց առաջնահերթ դուք կարիք ունեք կատարելու արյան ընդհանուր քննություն, քանի որ այդ բողոքները ընդհանուր բնույթի են եւ շատ հաճախակի հիվանդները սխալվում են եւ դիմում են սրտաբանին։ Արյունաբանին դիմելուց հետո արդեն կպարզաբանվի, թե ինչ անեմիա դուք ունեք, քանի որ անեմիաները լինում են շատ տարբեր ծագման։ Լինում են ամենաառաջինը տարածվածը դա հետարյունահոսական անեմիաներն են։ Նրանք գլխավորապես լինում են սուր ձևերի, բայց այդ սուր ձևերը ելնելով արտահայտության սուր աստիճանից հիվանդը ստիպված լինում միանգամից դիմել, բայց եթե դա քրոնիկ տարբերակ է, կյանքի ընթացքում փոքր արյան կորուստով եւ կարող է դա լինի օրվա մեջ մեկ կաթիլ կորուստ, որը գումարվելով կբերի մեծ պակասության։ Անեմիաները առաջինը, ասենք հետարյունահոսական, դեֆիցիտային են տարբերվում։ Պարզապես սննդակարգը լինում է սխալ եւ հիվանդը դրսի աշխարհից քիչ է ստանում անհրաժեշտ նյութերը, որոնք պահանջվում են էրիթրոցիտների եւ հեմոգլոբինի ստեղծման։ Դրանք տարածվածներն են ամենաերկար դեֆիցիտային անեմիաներն են։ Հաջորդ շարքում դրանք վիտամին B12 եւ ֆոլիան դեֆիցիտով պայմանավորված անեմիաներն են։ Կան եւ տարածված մեկ ուրիշ խումբ անեմիաների, որոնք պայմանավորված են էրիթրոցիտների քայքայումով։ Դրանք կոչվում են հեմոլիզիկ անեմիաներ։ Հեմոլիզիկ անեմիաները լինում են ձեռբերովի, լինում են ժառանգական եւ իհարկե նրանց ախտորոշման համար արյան ընդհանուր քննությունից հետո եթե առաջանում է կասկած, արդեն պետք է դիմել արյունաբանին, նեղ մասնագետին այդ ախտորոշումը կատարելու համար եւ արդեն ըստ դրան ձեզ կնշանակվի թե բուժումը, թե խորհուրդները կտրվեն։ Անեմիաները լինում են նույնպես շատ ծանր հիվանդությունների, օնկոարյունաբանական հիվանդությունների, լեյկոզների հետևանքով։ Դիմելով արյունաբանին դուք կստանաք լիարժեք պատասխանը եւ ուղղությունը։ Բայց հետևաբար ելնելով նրանից, որ արյան պակասությունները հաճախակի են լինում, ճիշտ կլինի, որ կյանքի ընթացքում ժամանակ առ ժամանակ կատարվի արյան ընդհանուր քննություն։ Դա երևի իմաստ ունի կատարել տարին մեկ անգամից ոչ ավելին, որ բաց չթողել այդ վիճակի զարգացումը։ Եթե ինչպես նշեցինք, զարգանում է ընդհանուր թուլություն, հեվոց, սրտխփոց, եւ հիվանդը ինքնուրույն եզրակացնում է, որ ուշադրություն դարձնեմ սննդակարգին եւ ամեն ինչ կարգավորվի։ Ես վախենում եմ, որ դուք մեծ սխալ կգործեք եւ պահա լինում, որ կարող է բժիշկը եւ արդեն չկարողանա հասնել ձեզ օգնության։ Օրինակ, վիտամին B12-ի դեֆիցիտային անեմիան, երբ որ զարգանում է, հիվանդի մոտ այդ բոլորը շատ երկար ժամանակ դանդաղ զարգանում է, բայց եթե մի պահը կորցնել, կարող է ուշանալ բժշկի օգնությունը։ Իսկ ինչ վերաբերում է երկրադեֆիցիտային ամբողջ աշխարհում, որ շատ տարածված է եւ գլխավորապես նա կամանց է նույնպես զարգանում, հիվանդը կարծես թե ընտելանում է այդ վիճակին։ Եվ այան պատասխանը տեսնելուց բժիշկները ինչ որտեղ զարմանում, թե ինչքանով է նա ընտելացած։ Եկեք չհասցնենք այդ վիճակների եւ ժամանակին դիմեք կատարեք արյան ընդհանուր քննությունը։